Բարև ձեզ հարգելի գործընկերներ, իհարկե 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջայցերի ընթացքը ավելի ակնհայտ դարձնեց, որ մենք Երևանում եւ Գյումրիում կառավարության ներդրումները ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք եւ նաեւ որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն եւ սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ թե Երևանի, թե Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր այնուամենայնիվ որոշակի ժամանակ է կորսվել եւ այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում եւ անհրաժեշտ կառավարության կողմից եւ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի մեր գործընկերները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի հետ աշխատեն, որպեսզի մենք ավելի կոնկրետ պատկերացնենք, թե ինչ ծրագրեր իրականացնենք Երևանում եւ Գյումրիում, որպեսզի իմ նշած խնդիրը առավել արդյունավետ ձևով լուծենք։ Ծրագրի նպատակն է ձևավորել երկու համայնքների համար կառավարության ներդրումային առաջնահերթությունների միասնական փաթեթ եւ ապահովել դրանց փուլային իրականացումը։ Կսկսենք Երևանից։ Երևանի քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ աշխատել ենք եւ փորձել ենք առանձնացնել այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների եւ տնտեսական զարգացման վրա։ Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի մասով, ինչպես գիտեք, պարոն վարչապետ, 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր հանձնառություններից մեկն է։ Երևանում հաշվի առնելով համակարգի ծավալը պահանջվում են ամենախոշոր ներդրումները, դրանք երկու ուղղությամբ են հիմնականում նախատեսվում իրականացնել, մեկը կորուստների նվազեցման, համակարգի արդիականացման միջոցով եւ նաեւ պահանջարկի ավելացման պայմանավորված նոր ջրաղբյուրների ներգրավման եւ տեղափոխման ուղղությամբ իրականացող ներդրումներով, որոնք գնահատվում են 30.5 միլիարդ դրամ նախնական գնահատմամբ։ Տարեկան մինչև 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհաշինական աշխատանքների մասով նույնպես ստեղ արկա է ձեր հանձնարարականը, դրանք ներառել Տկենի կողմից իրականացվող 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրերի ցանկում եւ արդեն իսկ նախարարության եւ համայնքի գործընկերների հետ իրականացվում է 27 թվականի աշխատանքների պլանավորումը եւ նաեւ 26 թվականին որոշակի չափով միջին նորոգման աշխատանքներ եւս նախատեսվում են եւ այստեղ ինդիկատիվ բյուջե ենք նաեւ ֆիքսել մոտ տարեկան 12.5 միլիարդ դրամ, որը հիմնված է 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման միջին արժեքի վրա։ Մետրոպոլիտենի զարգացումը եւ արդիականացումը կարևոր ռազմավարական ուղղություն է եւ այս մասով արդեն իսկ հանրային ներդրումային կոմիտեի կողմից հաստատված ծրագրերը Աչափնյակի կայարանի կառուցումը եւ մետրոյի արդիականացման ծրագրերն առկա են ընդհանուր 158 միլիարդ դրամ նախնական գնահատված արժեքով, նախատեսվում է նաեւ Սուրմալու կայարանի կառուցումը, որը արդեն իրականացվելու է քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակներում։ Կարևոր ուղղությունն է նաև էլեկտրական քաղաքային լուծումների եւ շարժունակության խթանման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 250 միավոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում, ենթակառուցվածքների վերակառուցում, վերազինում եւ ընդհանուր տրանսպորտի առանձնացված երթուղիների ձևավորում։ Այս ծրագրի շրջանակներում նաև ներառված է 230 հեկտար մակերեսով Դալմայի քաղաքային անտառ-պուրակի կառուցումը ընդհանուր տրամաբանության մեջ, քաղաքային շարժունակության խթանման եւ էլեկտրական բնապահպանական լուծումների տրամաբանության մեջ, ծրագրի նախնական ֆինանսական գնահատական 96 միլիարդ դրամ եւ սա նույնպես արդեն իսկ հաստատված ծրագիր է հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում։ Հաջորդ կարևոր ծրագիրը Կոնդ թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագիրն է։ Այս մասով արդեն իսկ առկա են նախնական հաշվարկներ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացված։ Ընդհանուր ծրագրի արժեքը, որը կներառի ճանապարհների, ինժեներական ենթակառուցվածքների վերակառուցում, բարեկարգում, լուսավորություն, կանաչապատում եւ այլն, կարժենա 18 միլիարդ դրամ նախնական խոշորացված
արժեքով եւ նաեւ Երևանի մասը ամփոփում ենք խոշոր ներդրումային ծրագրերի առաջարկություններով, որոնք հետագա զարգացման քաղաքի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն եւ սրանց մի մասը նաեւ ընդգրկված է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում կամ այս կամ այն կերպ բխում է կառավարության ստանձնած հանձնառություններից, դա Ուլնեցի Ռուբինյանց նոր ճանապարհն է, Թբիլիսյան Եղվարդ կամրջային ճանապարհը, Զվարթնոցի հետ այլընտրանքային տրանսպորտային երթուղին, Երևանի կոշտ-ափոնների կառավարման ծրագիրը եւ Հրազդանի կիրճի ռեկրեացիոն գոտին այս ծրագրերը գտնվում են տեխնիկատնտեսական ուսումնասիրության կամ մրցութային ներդրումային փաթեթների կազմման այս կամ այն փուլերում եւ նախատեսվում է դրանց իրականացման ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկել առաջիկա տարիներին անցնելով Գյումրիին դարձյալ 24-ժամյա ջրամատակարարման խնդիրը նախընտրական ծրագրով ամրագրված ի տարբերություն Երևանի այստեղ շատ մեծ ներդրումներ չեն պահանջվում որտեղ 24-ժամյա ջրամատակարարումը փաստացի առկա է սակայն համակարգի կայունության եւ արդիականությունը պահպանելու տեսանկյունից գործընկերները գնահատել են մոտ 700 միլիոն դրամի ներդրումների իրականացման անհրաժեշտություն Զբոսաշրջային կլաստերի ստեղծումը, որը ևս բխում է նախընտրական ծրագրից, պես մասով էկոնոմիկայի նախարարությունը տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերջին տարիներին արդեն իսկ 6.6 միլիարդ դրամի արժողությամբ ծրագրեր իրականացրել է եւ առաջիկա տարիների համար արդեն Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի շրջանակներում Գյումրու կլաստերի համար առանձնացված է 16.5 միլիոն դոլարի չափով ծրագրեր եւ այս մասով առաջարկությունը հետեւյալն է, որպեսզի այս ծրագրերում որոշակի վերանայումներ եւ վերադասավորումներ իրականացվեն եւ համապատասխանեցվեն քաղաքի համաչափ զարգացման ռազմավարությանը եւ զբոսաշրջային հոսքերի առավել արդյունավետ բաշխման նպատակին դրանք են հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի եւ Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը շարունակում է սուր մնալ Գյումրիում տնակների խնդրի լուծման անհրաժեշտությունը վերջին տվյալներով Գյումրիում առկա 2465 տնակ որոնցից նախնական գնահատականներով դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքների նկատմամբ պետությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություններ եւ այստեղ իհարկե գնահատված արժեք կա որոշակի այդ փոխհատուցումների ընդհանուր կազմում է 5.2 միլիարդ դրամ դարձյալ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների կողմից գնահատված եւ այս մասով իհարկե կարեւոր է նաեւ փոխհատուցումների տրամադրման եւ տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված գործուն մեխանիզմների ներդրումը որ հողի վրա տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա մոտ 800-ի մասով որևէ աջակցություն չի նախատեսվում գործող կառավարության որոշման տրամաբանության մեջ եւ ըստ էության հնարավոր է իրականացնել դրանց ապամոնտաժումը արդեն համակարգված ձևով նաեւ փոխհատուցման ծրագրերի հետ։ Հաջորդ կարևոր ուղղությունն է, որը եւս ձեր հանձնարարականով է ֆիքսվել նախընտրական շրջանում այցերի արդյունքում, դա խիտ բնակեցված թաղամասերի Գյումրի, Անի եւ ավստրիական թաղամասերի փողոցների եւ բակային հատվածների հիմնանորոգման անհրաժեշտությունն է։ Այս մասով առկա է ՎԶԲ-ի հետ ծրագիր, որով 37 փողոցներ այդ թաղամասերում պետք է հիմնանորոգվեն եւ դրան զուգահեռ առաջարկվում է նաեւ հիմա սկսել բակային հատվածների նախագծման եւ նախահաշվային աշխատանքները, որպեսզի փողոցների կառուցմանը զուգահեռ նաեւ իրականացվի բակային հատվածների կառուցում, ինչը այդ խիտ բնակեցված թաղամասերում էական ազդեցություն կունենա կյանքի որակի վրա մոտ 25000 շահառուների։ Այս մասով գնահատական առկա չէ, պետք է որոշակի աշխատանքներ տեղ իրականացվեն նախագծային, այս մասով արդեն Շիրակի մարզպետանի գործընկերները զբաղվում են եւ դարձյալ 500 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների մեջ Գյումրու համար նախատեսվել է 25 կիլոմետր տարեկան ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, այս մասով ընդհանուր Գյումրու ճանապարհների վիճակի ընդհանուր գնահատականը հետեւյալն է, որ 110 կիլոմետր խիստ անբարեկարգ ճանապարհներ կան, որոնց մի մասը իհարկե նշածս նախորդ ծրագրով
կկառուցվեն եւ մնացած հատված արդեն տարեկան 25 կիլոմետր միջին նորոգման կամ հիմնանորոգման շրջանակներում արդեն 2-3 տարվա ընթացքում Գյումրում չկառուցված անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհ չի լինի եւս ինդիկատիվ գնահատական է, ինչպես Երևանի դեպքում տարեկան շուրջ 6.2 միլիարդ դրամ բյուջե այս նպատակով կպահանջվի։ Իհարկե, այս ճանապարհի շինական աշխատանքների հետ զուգահեռ նաեւ կարեւոր է ստորգետնյա ենթակառուցվածքների փոխարինման կամ արդիականացման ուղղությամբ աշխատանքների զուգակցումը, որը այս առումով արդեն աշխատանքների արժեքը կարող է մեծացնել, սակայն դա անհրաժեշտ գործողություն պետք է լինի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հետ միասին եւ նաեւ այստեղ ունենք Մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված լրացուցիչ ծրագրեր, որոնք տեղում գնահատման արդյունքում կարևոր են համարվում, դա վթարային շենքերի խնդիրն է, առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով ըստ էության տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա, հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը, այստեղ լուծման մեխանիզմները կարող են տարբերվել կամ դրանց ամրացման, հիմնանորոգման կամ հակառակ դեպքում արդեն բնակիչներին բնականի գնման վկայակրեր տրամադրելու եղանակով խնդրի լուծման անդրադառնալ Ալեք Մանուկյան փողոցի կամրջի նորոգումը սա կարևոր ենթակառուցվածք է քաղաքի համար, որը քաղաքի երկու մասերը իրար կապում է եւ խիտ եւ ծանրաբեռնված երթևեկություն ունի, այստեղ կարիք կա գնահատելու կամրջի վիճակը եւ ըստ անհրաժեշտության արդեն սա կարող ենք ներառել 25 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների մեջ եւ նաեւ Մարզպետանի կողմից շեշտադրվել է ավտոկայանի կառուցման անհրաժեշտությունը, քանի որ մարզկենտրոնի կարգավիճակով պայմանավորված, ինչպես նաեւ հյուսիս-հարավ ճանապարհի գործարկման պայմանավորված, ուղերահոսքերը բավականին մեծացել են եւ այստեղ առաջարկություն կա բիզնես լուծումներով, առավել նորարարական լուծումներով ավտոկայանի շինություն ունենալու, սա արդեն ընդհանուր ավտոկայանային ցանցի զարգացման ռազմավարության մեջ մենք մեր նախարարությունը կդիտարկի